Ողջույն սիրելի ընկերներ, Anti-Fake-ի եթերում Խաշմերուկ ոդկասթի հերթական թողարկումն է, ձեզ հետ են լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Խաշմերուկ ոդկասթի թողարկումը տեսանկարահանվում է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, եւ այսօր մենք քննարկելու ենք ցեղասպանության եղելությունը եւ պետք է փորձենք հասկանալ ոչ այնքան իրադարձությունների բուն ընթացքը, որովհետեւ մենք բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, այլ փորձելու ենք քննարկել, հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը եւ արդյոք մենք այսօր կանգնած ենք նմանատիպ ողբերգության կրկնության սցենարի առջև։ Ես կարծում եմ, որ վերաիմաստավորելու, վերագնահատելու աշխարհական այն լրջագույն գործընթացները, որ այսօր տեղի ունեն, նաև այդ թվում մեր հարևանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մեզ համար, գոնե Հայաստանի քաղաքացիների հայության համար սա ազդակ է հասկանալու, որ մտածելու, գնահատելու, ինչու դա տեղի ունեցավ, ինչ կարելի էր անել, որ տեղի չունենար, եւ արդյոք մեր կամքից կախված էր ինչ-որ բան տեղի չունենալու համար, արդյոք կրավորական կեցվածքը, ենթադրենք Հայաստանի օրվա իշխանությունների դա երաշխիք է, որ ասենք հարևան պետությունները, որոնք հավակնում են այս տարածքում որպես իրենց պատմական հայրենիք օկուպացնելու, արդյոք այդ կրավորական կեցվածքը եւ խաղացուն մուրացողի հոգեվիճակը կարող են խոչընդոտել կամ ձախողել Ադրբեջանի եւ Թուրքիայի ծրագրերը։ Մասնապես մեկը մեծ Թուրքիան, այդ մեծ պրոյեկտը եւ երկրորդը Ադրբեջանի Արևմտյան Ադրբեջան խիստ կոնցեպտ, որը ինքը իրապես միսու արուն է ստացել, այնպես չի որ դա զուտ տեսություն է, հա, խիստ գործնական է այդ ամեն ինչը, եւ առավելս որ կիրառելու համար Ադրբեջանի նախագահը գոնե անցյալ տարի աշխարհի ամենաբարձր ամբիոնից, դա ՄԱԿ-ի ամբիոնն է, նստաշրջանի ժամանակ սեպտեմբերի ամսին ասեց այս տարածքից 1 միլիոն, ոչ թե 300,000, 1 միլիոն ուրեմն ադրբեջանցի է դուրս եկել եւ 1 միլիոն ադրբեջանցի պիտի վերադառնա, հա, եւ վաշ առնելով, որ այսօր արդեն հրապարակավ եւ բաց գործում է այն իրական օրենքը, որը սովորաբար աշխարհի ուժերները թաքցնում էին, այլ պետությունների ներքին գործերին խառնվելով, իշխանապողություններ կազմակերպելով, տարածքներ նվաճելով, ղեկավարներին սպանելով, գերեվարելով, մինչեւ մարդու իրավունքների դրոշի ներքո են, չէ, հիմնականում, հա, մարդու իրավունքներ խախտվել եւ այլն։ Հիմա բացահայտ է ուժի իրավունքը, ու մասնապես Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից սանձազերծած այս պատերազմը մեկ անգամ եւս ցանկացած նորմալ ոչ մասնագետ քաղաքականության զբաղվող մարդու համար առանց ազգային պատկանելիության մեկ անգամ եւս իցույց դրեց այն իրողությունը, որ բոլոր ժամանակներում սովորաբար ուժն է աշխատել, ուղղակի 1945-ին, երբ ՄԱԿ-ը ստեղծվեց, որոշակի խաղի կանոններ գրվեցին, մշակվեցին եւ պետություններ երաշխավոր կանգնեցին, 5 պետություն, որով ձևավորվեց ՄԱԿ անվտանգության խորհուրդ, մշտական խորհուրդը, այն ժամանակ Խորհրդային Միություն, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Բրիտանիա եւ Չինաստան, որոնք երաշխավորն էին, որ այդ խաղի կանոններով պետությունները կունենան միջպետական հարաբերություններ, այո։ Հիմա այդ խաղի կանոնները չեն աշխատում եւ ուժի իրավունքի ուրեմն մոտեցումն է, ընդ որում Միացյալ Նահանգների նախագահ առանձնապես չել թաքցնում եւ չել սեթևեթում արդարություն ուժով հայտնի կոնցեպտը, որ ժամանակին Ռեյգանն էր օգտագործում եւ իր աշխատասենյակում Դոնալդ Թրամփի Ռեյգանի եւ նկարն է եւ այդ կարգախոսը, այո։ Դե արդարությունն էլ դա ԱՄՆ-ի շահն է։ Արդարությունը խիստ հարաբերական է յուրաքանչյուրի ընկալմամբ, թեև քրիստոնեության մեջ արդարություն ասում է ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, արդարություն, Հիսուսի մասն է խոսքը։ Եվ հիմա եթե պրոյեկտենք մեր իրականության վրա, ցեղասպանության հետ կապված, մենք հասկանանք, որ եթե հարմար աշխարհաքաղաքական իրավիճակ լինի, որտեղ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստան նկատմամբ սանձազերծող ռազմական ագրեսիան խիստ դատապարտելի չլինի, կամ անտեսվի այլոց կողմից որպես
խիստ մանր, շատ փոքր այսպես, հնդածես ինչ որ մի միջադեպ, վստահաբար կասկած չենք ունենա, չէ՞ որ Ադրբեջանը Թուրքիան կդիմեն ռազմական ագրեսիայի։ Ես հենց ձեր նշածի համատեքստում կցանկանամ մեկ լրացում իրականացնել, նաև մեծ դիտողների համար, սիրելի հայրենակիցներ, ես հիմա կընթերցեմ բավականին հետաքրքիր մի ելույթից հատված, որը որ ունեցել է Երթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ կամ Իթիադ վեթերակի կուսակցության հիմնադիրներից Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից դոկտոր Նազիմ Բեյը կամ դոկտոր Նազմը, ով այդ ելույթ ունեցել է իրենց կուսակցության գաղտնի ժողովներից մեկի ժամանակ, փորձ անելով հիմնավորել հայոց ցեղասպանության կազմակերպման անհրաժեշտությունը։ Պետք է գործել արագ և վճռականորեն, հայերը վտանգավոր են, ինչպես թարախակույտը։ Սկզբում այդ թունավոր վերքը կարող է թվալ բուժելի, սակայն եթե հմուտ բժիշկը ժամանակին չմիջամտի, այն կարող է մահվան հասցնել։ Եթե մենք բավարարվենք տեղական ջարդերով, ինչպիսին էին 1909 թվականի Ադանայի ջարդերը, մենք միայն կփչացնենք գործը, քանի որ կասկածներ կհարուցենք նրանց մոտ, ում պետք է ոչնչացնենք ավելի ուշ, ես նկատի ունեմ արաբներին և քրդերին։ Դուրս է գալիս, որ վտանգը եռապատկվում է, ծրագիր իրականացնելը բարդանում, անհրաժեշտ է ամբողջությամբ կոտորել հայ ազգին, մեր հողի վրա չթողնելով ոչ մի ողջ մնացած հայի։ Նույնիսկ հայ բառը պետք է ջնջվի մեր հիշողությունից, պատերազմը մեզ հիանալի հնարավորություն է տվել, մենք չպետք է վախենանք մեծ երկրների միջամտությունից և ոչ էլ միջազգային մամուլի բողոքներից, նրանք չեն հասցնի տեղից շարժվել և երբ ամեն ինչ կատարված կլինի և ավարտված կլինի, կոտորածը պետք է կրի համընդհանուր բնույթ և ոչ մի հայ ողջ չպետք է մնա։ Դոկտոր Նազիմ Բեյը իր այդ խոսույթում հենց նշում էր, որ միջազգային իրադրությունը ըստ էության խառն է, պատերազմ է տեղի ունենում, առաջին աշխարհամարտն էր այդ ժամանակ, և իրենք հիանալի հնարավորություն ունեն հայկական հարցը իրենց ձևով լուծելու համար, և այս ասպեկտում լիովին համաձայն եմ ձեր տեսակետի հետ, որ եթե ստեղծվեն աշխարհաքաղաքական հարմար պայմաններ, իսկ 1915-ին այդ հարմար պայմանը հենց առաջին աշխարհամարտն էր, երբ որ միջազգային իրադրությունը խառն էր, մեծ տերությունները ժամանակ չունեին մեզնով զբաղվելու և թուրքական կողմը օգտվեց դրանից։ Հիմա իդեպ ասեմ ցավոք սրտի, բայց այդ գործընթացը շարունակվում է, այսինքն երրորդ աշխարհամարտը ինքը չհայտարարված, բայց գործողության մեջ է։ Եվ եթե մի պահ մեզ թվում էր, որ կամ մենք փորձում ենք գնահատել, որ ուկրաինական թնջուկը շուտ կավարտվի եւ եվրոպական երկրները, Եվրամիության ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն պատրաստվի մի նոր հերթական ի սկզբանե ձախողված արկածախնդրության, այն է Ռուսաստանի դեմ հավաքական առումով պատերազմի, մի պահ ես մասնապես մեկը գնահատում եմ, որ Միացյալ Նահանգների այդ կեցվածքը կարող է ինչ-որ ձևով կասեցնել Ռուսաստան դեմ լայնածավալ գործողությունները, Ուկրաինայով ինչպես ասում են վերջացնել, բայց երեք տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ինձ ավելի շուտ բերեց այն մտքին, որ ես գնահատում եի, բայց հավանականությունը փոքր է գնահատում, ցավոք սրտի, երեք Ուկրաինան ստացավ Եվրամիության կողմից Եվրամիության անդամ երկրների հարկատուների հաշվին գոյացած վերջին հավաքած գումարը Ուկրաինային 90 միլիարդ եվրոն փոխանցելու գործընթացը, որի վրա վետո էր դնում Հունգարիան։ Այո, փաստորեն հիմա այդ վետոն հանվեց եւ գիշերը ժամը 2-ին 3 աշխատեց բարեկամություն նավթամուղը, որը որ Ուկրաինայի ղեկավարությունը ասում էր վտանգված է, հասկանալի է, որ փականը ուղղակի փակել են, բացեցին, հիմա Հունգարիան ստանում է այդ բարեկամություն նավթամուղով նավթը։ Եվ այստեղից հետևություն, ընդ որում այդ 90 միլիարդ եվրոյի առյուծի բաժինը դա զենք զինամթերք արտադրություն գնում
շատ փոքր մասն է, որը գնում է Ուկրաինայի ներքին կյանքը կազմակերպելուն, սոցիալական խնդիրներ եւ այլն, եւ ընդ որում այդ ռազմական կոմպոնենտի մեջ առյուծի բաժինը դա անօթաչուների 100,000-ներով արտադրությունն է, ընդ որում առնվազն 8-9 պետություն եվրոպական իրենց տարածքներում իբր համատեղ ունեն ձեռնարկություններ Ուկրաինայի հետ, որտեղ արտադրվում է արդեն անօթաչուներ։ Այսինքն այս ֆինանսական ներարկումը իրականում առաջներթին գնալու է այդ երկրներում անօթաչու թռչող տարբեր տեսակի, ասենք առնվազն 6-7 տեսակի անօթաչուներ կան տարբեր գործառույթների ֆունկցիաներով, դրանց արտադրության ծավալները կտրուկ մեծացնելու։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ եվրոպական երկրները սկզբունքորեն նոր ճակատ են բացում Ռուսաստանի դեմ, անօթաչուները, որտեղ հարյուրավոր հազարավոր կիլոմետրերով այդ անօթաչուները կարող են հարվածել Ռուսաստանի խորքերին։ Ընդ որում եւ քրիտիկական ենթակառույցներին եւ ռազմական օբյեկտներին, չբացառելով նաեւ ատոմակայաններին Ռուսաստանի, սա որակապես նոր վիճակ է ստեղծում։ Իսկ որը ինչ է նշանակում, գնահատելով այս իրողությունը, ռուսական կողմը, ասենք մի քանի օր առաջ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դիմիտրի Մեդվեդևի շուրթերով հրապարակավ ասաց, որ պատասխանը լինելու է, արտգործնախարարությունը տպեց բոլոր այն երկրների ցուցակը, որտեղ իբր ուկրաինական եւ այդ երկրի համատեղ ձեռնարկությունը անօթաչու արտադրող, ընդ որում հասցեներով, որ շենքում, ինչպես ասում են, շենքի որ արկում այդ արտադրությունը կազմակերպվում է կամ արդեն արտադրում են, որ ռուսական կողմի համար դա սկզբունքորեն որպես թիրախ է դիտվելու եւ ռուսական կողմը հարվածելու է։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ եվրոպական բազմաթիվ երկրներ եւ Ռուսաստան արդեն ռազմական միջնորդավորված բախումը ուղղակիորեն գալիս է արդեն առաջնային պլան առանց միջնորդի, այսինքն այդ երկրները կոնկրետ թիրախավորեն ռուսական հրթիռների կողմից։ Սա նշանակում է, որ այդ երկրները մտնելու են Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի համար արդեն լրջագույն գլխացավանք է լինել ոչ թե Ուկրաինան, այլ առնվազն Եվրամիության 8-10 պետություն։ Իսկ եթե հանկարծ ՆԱՏՕ 5-րդ հոդվածը աշխատեց կոլեկտիվ պաշտպանության, դա նշանակում է ՆԱՏՕ։ Այսինքն այն ինչից որ հիմա նայեք, այն ինչից որ Ռուսաստանը խուսափում էր սկզբունքորեն, ասենք Ռուսաստան-ՆԱՏՕ բախումը իսկապես խուսափել է եւ այն ռեսուրսը, ռեզերվը, որ Ռուսաստանը միշտ պահում էր, ասենք մեկ-մեկ ասում են ինչու այդ միլիոն կեսանոց ռեզերվը ինքը կռվի մեջ չի մտցնում, որոնք ռոտացիայով անդադ փոխվում էին, ես ասել եմ 20-ից 25 գումարտակ առաջնագծում աշխատում, մոտ 30,000 զինծառայող, 750,000 առաջին էշելոն, որոնց անդամները իրենք մշտապես փոխվում են այդ 25-30,000-ի մեջ, ասենք ամիսը 1 կամ 2 ամիսը 1 եւ միլիոնից ավել երկրորդ էշելոնն է ռեզերվ։ Այս բոլորը պահվում էր մեծ հաշվով ստրատեգիական կռվի կամ ստրատեգիական ճեղքման կամ ՆԱՏՕ-ն, եթե մեծ ուժ է հանելու, այդ ուժի դեմ կռվելու։ Հիմա ցավոք սրտի այդ դեպի վատ սցենարն է գնում, որ Ռուսաստան-ՆԱՏՕ-ն բախումն է հասունանում, ակնհայտ է, ՆԱՏՕ-ի անդամ է, այո, ճիշտ այդ պահին գնահատեցիք Թուրքիան, եւ եթե աշխատում է 5-րդ հոդվածը, կոլեկտիվ պաշտպանություն, Թուրքիան այս կողմից սկզբունքորեն պարտավորված, այո, շատ ճիշտ է։ Եվ Հայաստանը Թուրքիայի համար անկախ նրանից Հայաստանի վարչակազմի ղեկավարը ով է, ինչ ջերմ հարաբերություններ է փորձում ստեղծել Թուրքիայի հետ, դա խիստ երկրորդական է։ Թուրքիան վարվելու է համաձայն 5-րդ հոդվածի, իսկ Հայաստանը դա Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից է եւ մենք ունենք համատեղ կնքված ռազմական պայմանագրեր։ Այսինքն Հայաստանը այդ առումով թիրախ է դառնում։ Եվ ես այդ որ ասում եի, փաստացի կարող է մի իրավիճակ ստեղծել, որտեղ Ադրբեջանը Թուրքիան օգտվեն առիթից։ Ես հենց դա նկատի ունեի, այսինքն ռուսական ճակատի սրացումը, եթե այս իրանական ճակատն էլ չի փակվում, այսպես ծորացող այդ վերքը կա, եւ մեր երկու հարևանները մեծ պատերազմի մեջ են, Հայաստանի օրվա իշխանություններն էլ ամեն ինչ անում են, որ ցեղասպանություն բառը օրակարգից հանեն, մեծ եղեր կոլաբորանտ, բայց նորից եմ ասում, եթե Թուրքիան, Ադրբեջանը պետքա որ հարմար է պահը այս տարածքը ուղղակի ֆիզիկապես վերցնեն, իրենց ինչքան է կոլաբորանտ իշխանություն այստեղ լինի, իրենք գալու են եւ վերցնեն։
որտեղ կոլաբորանտ իշխանությունը այնքանով որքանով իսկ վաղը պարզվի, եթե այդ կոլաբորանտի տեղը գալիս են նորմալ իշխանություններ, իրենց ծրագրերը ինչ է լինում, չի կատարվում։ Այ դուք նոր մի կարևոր ընթերցում արեցիք, այնտեղ հետաքրքիր զուգահեռ է, ասում է 1909-ի Ադանայի ջարդերը դա հարցի լուծում չի։ Հիմնովին չէ պետք է անել։ Ես հիմա ինչու եմ զուգահեռում։ Դե հիմա կոլաբորանտը կիսով է, այսօր ծառայում է, վաղը կոլաբորանտի տեղը ուրիշն է, չէ՞ գալիս։ Հնարավոր է տեսականորեն։ Իսկ եթե դու հիմնովին գալիս ես, այս տարածքը փորձում ես էթնիկ զտումներ մաքրում անել, թեման փակվում է, էլի։ Կոպիտ ասած հիմա ասենք լավ Թուրքիայի մի քանի տասնյակ հազար հայ կա, հետո ինչ։ Բացարձակապես ոչ մի եղանակ չի ստեղծելու, չէ՞, նույնն է ստեղ։ Եվ հետեւաբար օրվա իշխանությունների կեցվածքը Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ, որ մենք որոցի հավակնություն չունենք, ոչ Արցախի հետ կապված, ոչ Արմենիան Հայաստանի ցեղասպանություն ընդհանրապես չի եղել, դա ինչ որ միջազգային, հա, բայց միջազգային ինչ որ կառույցներ, ընդրում չէ թիրախավորում Փաշինյանը Թուրքիային, կարծես թե Թուրքիա պետական, դուք հիմա կարդացիք մի բան, որ պետական մակարդակով է արվել, չէ՞, կազմակերպվել։ Պատվիրատուն, ես ասում եմ եւ բարձրաձայնում եմ, պատվիրատուների մեջ Բրիտանիան եղել է, բայց խոսքը նրա մասն է, որ գետնի վրա ով է կազմակերպել թուրքական պետությունը։ Հիմա Փաշինյանի այսօրվա ամբողջ խոսքի մեջ ընդհանրապես Թուրքիա պետություն գոյություն չունի։ Ինչ որ վերացական ամորֆ, հա, այտենց միջազգային ինչ որ ուժեր եւ այլն։ Սա նորից եմ ասում, ինքնախապկանք է եւ ամենակարևորը մեր վտանգը որն է։ Սրանով հո Ադրբեջանը Թուրքիայի ղեկավարությունը չեն խաբվելու։ Երբ որ իրենք հիմնական գործիքը հենց դա եղել, իրենց կայսրությունը ստեղծելու։ Վտանգը այստեղ հետևյալն է, մեր ժողովրդի բնական վտանգի զգացողությունն է բթացում, զգոնությունը բթացվում եւ այսպես կոչված իբր խաղաղության դարաշրջան ենք մտնում, երբ որ մի պահ նորից եմ կրկնում, եթե աշխարհի այս նոր աշխարհի ստեղծման գործընթացում մեր երկու հարևանները առավել այսպես խրվեցին ռազմական բախումների ճահիճը, այստեղ մի պահ ասենք ընդհանրապես 1-2 շաբաթվա ընթացքում կարող է ինչպես ասում են հարցերը լուծվել։ Զորքը մտնում է, դու դիմադրություն չունես, ժողովուրդը հոգեբանորեն պատրաստ չի, ամենակարևորը այն ինչ որ արվում է, հոգեբանորեն պատրաստ չեն։ Եթե դու հոգեբանորեն պատրաստ ես, միշտ գտնեն երկրներ, որ շատ արագ այդ զենքը կհասցնեն եւ դու կռվես։ Թիկուն կլինեն, այո։ Հա, բայց եթե դու պատրաստ ես, սկզբունքորեն դու պատրաստ ես նահանջելու, փախնելու, այսինքն խոճապը կաշխատի։ Ես դեպքում ասում շատ փոքրաթիվ ուժերով կարելի է հարցերը լուծել մեր դիմաց, նկատի ունեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Համար շատ վտանգավոր թեզեր է այսօր շրջանառվում, որ խաղաղություն եւ երկրորդ տավտալոգիայից, ես չգիտեմ ուրիշ ինչ ավելի խիստ բառ ասեմ, երբ որ պետությունը հայրենիքը եւ պետությունը ինքնությունը նույնականացվում է։ Հենց սրա մասին նաեւ կցանկանայի խոսայինք, պարոն Ապետյան, տեսեք Պատուասը իր այդ ուղերձում այնպիսի տպավորություն է, որ հիմնական շեշտադրումը 1915 թվականի ցեղասպանության մասին խոսելիս, որպես բնութագրող բառ օգտագործում է մեծ եղեռն արտահայտությունը։ Եվ մեծ եղեռն ասվածը դա չի ենթադրում իրենից իրավական եւ գործնական պատասխանատվություն։ Հատկապես եթե նա իր ուղերձում չի շեշտում, թե որ կողմն է այդ հանցագործության պատասխանատուն։ Իրավական հետևանքներ եւ քաղաքական հետևանքներ կարող է առաջացնել, երբ որ խոսվում է ցեղասպանության բառապաշարով, հա, genocide ասվածով, որը որ գործածության մեջ է դրել հենց Ռաֆայել Լեմկինը հայտնի։ Այո, այո։ Եվ Լեմկինի ինստիտուտը, որը վերջին տարիներին շարունակաբար խոսում է Փաշինյանի վտանգավոր խոսույթի մասին եւ բավականին խիստ հայտարարություններ է իրականացնում, վստահ եմ, որ մոտորես մենք կտեսնենք Լեմկինի ինստիտուտի հերթական հայտարարությունը, որտեղ ըստ էության կշեշտադրվի Փաշինյանի թեզերի վտանգավորության աստիճանը եւ այն ինչի մասին դուք շեշտադրեցիք, որ Պատուասը փորձում է նույնականացնել հայրենիքը եւ պետությունը, ըստ էության նա իմ դիտարկմամբ փորձում է հանրությանը հրամցնել այն, որ մեր հայրենիքը սա է, չկա Արցախ, չկա Արմենիան Հայաստան հասկացություն եւ պետք է միայն սրա մասին խոսենք։
Եվ իդեպ օրեր առաջ, երբ որ լրագրողները հարց էին տալիս, որ Ստեփանակերտում հայկական եկեղեցի են քանդել ադրբեջանցիները, նա հայտարարեց, որ այդ հարցը չպետք է միջազգային օրակարգի կամ նմանատիպ բանի մաս դառնա։ Եվ նաև մենք տեսնում ենք, որ այս օրերին, երբ որ ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններ են տեղի ունենում, ԿՊԱ-ականները, նույն Փաշինյանը դատապարտում են Թուրքիայի դրոշ այրելը, համարելով, որ դա խաթարում է այսպես կոչված խաղաղության գործընթացը, դա սադրանք է։ Եվ մի բառ չեն ասում, երբ որ Ստեփանակերտում հայկական եկեղեցի են քանդում ադրբեջանցիները։ Եվ իդեպ պետք է նաև հիշել 44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանական կողմից տեսագրություն էր տարածվել, կարծեմ Հադրութի մոտակայքում հայ ռազմագերիների, քաղաքացիական անձի եւ մեկ երիտասարդի գնդակահարության հայերին գնդակահարել էին Հայաստանի եւ Արցախի դրոշները վրաները փաթաթած։ Այսինքն ստեղ մեզ ասում են, որ թուրքերի դրոշ այրելը դա սադրանք է, բայց որևէ բառ չի ասվում ադրբեջանցիներին, ովքեր մեր դրոշը ռազմագերիների վրա փաթաթած գնդակահարում են նրանց կամ հայկական եկեղեցի են քանդում Ստեփանակերտում, Ավիրում։ Եկեք այդ վտանգավորության մասին մեզ դասողներին մենք բացենք իր այսօրվա այդ ուղերձի մեջ շատ վտանգավոր կետեր կան, նույնականացում ոչ նույնական բաների, օրինակ պարզ տրամաբանությամբ ՄԱԿ անդամ պետություններ կան, մոտ 200, 196-197 պետություն է, բայց երկիր մոլորակի վրա 1000-ից ավել ազգեր կան, ժողովուրդներ են ապրում, ազգ եւ ազգություններ, հա, այդ տրամաբանությամբ փաստորեն դրանց ճնշող մեծամասնությունը իրենք չունեն հայրիկ, որտեղ չունեն պետություն։ Հաջորդը, եթե չունեն պետություն, ուրեմն չկա այդ ինքնությունը, եթե չկա այդ ինքնությունը, ուրեմն այդ ժողովուրդը չկա։ Ես կոնկրետ ամենամեծ էթնիկ խմբի մասին ասեմ, այսօր երկիր մոլորակի վրա, որը տարածված է 4 պետության տարածքում, որպես իրենց համարում են իրենց բնորանը, խոսքը քրդերի մասն է, այո, ճիշտ նկատեցիք, Իրանի, Թուրքիայի, Իրաքի եւ Սիրիայի տարածքներում, ընդ որում հարևանությամբ տարածքներում, որտեղ քրդերը անհիշելի ժամանակներից բնակվում են, պետություն չեն ունեցել են շատ հայտնի, ասենք, զորավար, որը մահմեդական աշխարհում միակ անձն է, որը կարողացել է զենքի ուժով նվաճել Երուսաղեմը, խոսքը Սալադինի մասին է, հաղթել Ռիչարդ Արյուսասիրտին։ Նա ինքը քուրդ է ազգությամբ հիմա, եւ այդ տրամաբանությամբ մոտ տարբեր գնահատական 40-ից տատանվում է, դա ես չեմ ուզում, 40-ից մինչև 80 միլիոն են ասում, հավաքական առումով, տարբեր, հա, ասենք մի քանի տասնյակ միլիոն քուրդ, որը պետություն չունի, ձգտում է ունենալ, բայց այս պայն չունի, ինչ է։ Պայքարում է, կոտորվում է, միջագետք Այո, օգտագործվում է, այլոք օգտագործվում են, բայց իր ձգտումը պետություն ունենալու, պետություն ստեղծելու այդ կրակը չի մարում։ Հիմա հարց, եթե քրդերը չունեն պետություն, ուրեմն չունեն հայրենիք։ Ինձ հետաքրքիր է, օրինակ Փաշինյան քրդերին ասի դուք հայրենիք չունեք։ Փաշինյանն ինձ ցույց կտան քրդերը։ Երկրորդ, Փաշինյանը ասի ընդհանրապես քուրդ ազգություն չկա, դա ժողովուրդ չկա։ Որտեղ չկա պետություն, չկա ինքնություն։ Քուրդ ինքնությունը որպես էթնիկ խումբ չկա։ Չէ, այդպես չի։ Ըստ Փաշինյանի այսօրվա ցեղասպանության հետ կապված հայտնի ուղերձի մեջ իր տված գնահատական, որտեղ բառացիորեն ասում պետությունը հայրենիքը եւ պետությունը եւ ինքնությունը նույնական են։ Հիմա եթե պետություն չունեն, ուրեմն ինչ։
Բայց հազարից ավել ազգ ու ազգություն ժողովուրդներ, որոնք պետություն չունեն, բա դրանք ինչ։ Հայնիկ ունեն, չէ։ Իհարկե ունեն։ Օրինակ հիմա ասորիները, որոնք ժամանակին ունեցել են հզոր պետություն, կայսրություն են ունեցել։ Հիմա հայնիկ իրենք հայնիկ ունեն։ Դա այն հայնիկն է, որտեղ իրենք որպես ասորի ձևավորվել են։ Այդ էթնիկ խումբը, հա, բայց պետություն չունեն։ Բայց ասորի ժողովուրդ կա, չէ։ Հիմա ըստ Փաշինյանի չէ՞ դա ժողովուրդը գոյություն չունի, որտեղ պետություն չունեն։ Կամ ասենք վերցնենք կայսրություններ, որտեղ բազմազգ ժողովուրդներ են, որոնք համակեցության օրենքներով ապրում են։ Օրինակ վերցնենք մեր երկու հարևաններ Ռուսաստանի Դաշնություն եւ Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այդտեղ տասնյակ, եթե ոչ Ռուսաստանում հարյուրավոր ժողովուրդներ, ազգ ու ազգություններ են, չէ՞ ապրում։ Հիմա որպես այդպիսի միավոր իրենք պետություն չունեն։ Օրինակ վերցնենք Իրանը, փուշտուններ են ապրում։ Փուշտունները ինչ, պետություն չունեն։ Կամ բելուժներ են ապրում, պետություն չունեն։ Կամ ազարիներ են ապրում, պետություն չունեն, բայց դենց ազգություն ինչա չկա։ Այդ մարդիկ անհիշելի ժամանակներից իրանական բարձրավանդակով որպես էթնիկ միավոր չեն եղել են։ Այսինքն այդ տարածքը, որտեղ իրենք ապրում են, իրենց հայնիկն է, իրենք էլ կոնկրետ ունեն ազգություն, որի մասին ես հիմա ասում եմ։ Ըստ Փաշինյանի տրամաբանությամբ դրան գոյություն չունեն։ Բուտաֆորիա են։ Այսինքն sense մտքերը, որ բարձրաձայնվում է, բուն նպատակը որն է, լավ, եկեք այսպես ասեմ։ Ինքը փորձում է հիմնավորել, որ մենք մեզ խելոք պահենք 20743 քառակուսի կիլոմետրում, մեզ խելոք պահենք։ Մենք հետ կանգնենք, իսկ մենք ինչ ենք ասում։ Ասենք հիմա Թուրքիայի հետ կապված ինչ է։ Պատմական արդարություն վերականգնելը սխալ բան է, Թուրքիան կբարկանա, հա։ Այսինքն, եթե դու ոչինչ չանես, բայց մեզ Թուրան ստեղծելու ճանապարհին ընկած այս քարը, որի անունը Հայաստանի Հանրապետությունն է, Թուրքիան այդ քարը չի հեռացնի ճանապարհից։ Կասի չէ, Փաշինյան Նիկոլը ասում է, ես ինձ խելոք կպահեմ, շեֆ։ Հաստատ հավակնություններ չեմ ունենա, թող այստեղ ապրենք։ Չէ, բայց հոտենս չի, վստահաբար կոնկրետ քայլեր կանեն, կամ նույն, ասենք, վերադարձի իրավունքի մասին, Արցախի մասին, հա, Փաշինյանն ասում է, եթե մենք վերադարձի իրավունքի մասին խոսենք, նա ադրբեջանցիները 1 միլիոն, ադրբեջանցիները առանցնել 1 միլիոնով գալիս են։ Ավելին, այս տարածքը ամբողջովին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ գիտական հանրույթը եւ կրթական հանրույթը դիտում է որպես Ադրբեջան, արմենիան Ադրբեջանն է։ Եվ իրենք ասում են, մենք Սեֆյանների կայսրության իրավաքաղաքական ժառանգորդն ենք։ Այս տարածքն էլ ժամանակ Սեֆյանների տարածք է եղել, հայերն էլ բնիկ ժողովուրդ են։ Հիմա Փաշինյան կանգնի ասի հորոսարև, չէ, այստեղ մենք բնիկը մենք ենք եւ այլն, ինչ։ Չի անցնելու, չէ։ Ադրբեջանը ասում է, այսպես է, ես այսպես եմ գտնում։ Եկ քանի որ իմ հայրենիքն է, այս տարածքը վերցնում։ Առայս որ 1 միլիոն քաղաքացի էլ այստեղից պարտադրել եք իմ երկրի քաղաքացի դուրս է եկել ազգությամբ ադրբեջանցի։ Հիմա ո՞նց ալնելու։ Այսինքն այս մանր խորամանկությունները, որը Փաշինյանը փորձում է հիմա հարաբերությունների մեջ, հա, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական օգտագործել որպես կռվան, որ մեզ որից մեկը չկպնի, այդպես չի։ Կամ ասենք մտածելով, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները այս տարածաշրջանը մասնապես Հայաստանի Հանրապետությունում ինչ որ ձեւ ներկայացված լինի, ապա իր շահերից ելնելով ինքը ամեն ինչ կանի, որ հայերը այստեղ երաշխավորված ապրեն։ Ոնց որ թե 99 տարով Տրամպի ուղի փաստաթուղթ էր ստորագրվում եւ Փաշինյանը ասում էր 99 տարի մենք ինքնիշխան ենք լինելու։ Ուզում էր ասել, քանի ամերիկացիները այստեղ են, մեզ ոչ մեկ չի կպնի։ Հիմա ուզում եմ հիշեցնել Պարսից ծոցի 5 պետությունների ճակատագիրը, որտեղ ամերիկյան բազաներ են, այդ պետություններից ինչա մնացել։ Էլ չեմ ասում, որ ամերիկյան բազաներն էլ մեծ հաշվով ոչնչացված է։ Ես կն ինչ ամերիկյան բազաները երաշխիք, հələ այստեղ բազա չի դրվում։ Ընդհանրապես ճանապարհին մասնավոր ռազմական կառույցներ են գալու։ Վերահսկողական ինչ-որ։ Ընդհանրապես Փաշինյանը մեր երկրի լինելությունը կապվում է այդ կառույցների այստեղ լինելու հետ։ Իսկ Պարսից ծոցի 5 պետություններում փաստացի Միացյալ Նահանգների ռազմական լրջագույն ներկայացվածություն ունեն եւ ինչ այդ երկրները ժողովուրդները պաշտպանվեցին, այդ բազաները ինչ եղան։ Ստիպված այդ պետությունները այդ բազաներ էին պաշտպանում։ Բազաների անձնակազմը զինանձնակազմը գնացել էր պատասպարվել էր հյուրանոցներում, որը Իրանի համար թիրախ չդարձավ։ Եվ հարվածում են, չէ՞, հյուրանոցների կոնկրետ են հարկային, որտեղ որ զինանձնակազմներ բազայի թաքնվել էր, պատասպարվել էր։ Այսինքն երաշխիքը այն չի, որ ինչ որ մեկը ստեղ որ կա, ուժի տեսքով ներկայացված քեզ պաշտպանի։ Նա քո ժողովուրդը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի պաշտպանելու մեր հայրենիքի այս մասը։
Իսկ քո այս կեցվածքը ես կարծում եմ մեր ժողովրդի խաղաղություն շեփոր արելով ու իրականում ասում է քաղցր ասելով հո կոնֆետ չստացար, հիմա խաղաղություն ասելով Ադրբեջանի Թուրքիայի ծրագրերը հո չեզոքացվեցին կամ նրանք իրենց ծրագրերից հո չկանգնեցին, չէ, այդպես չի, չէ։ 100 տարուց ավել կա այդ ծրագրերը։ Դե հիմա ինչ որ կայսրությունները 10, 20, 30 տարով չեն նայ իրենց ապագան, հարյուրավոր տարիներով են նայում։ Օսմանյան կայսրությունը հիմա Էրդողանն էլ հավակնություններ ունի մեծագույն մեծ թուրան ստեղծելու։ Հիմա ինքը կորոշի, եթե պահ եկավ այս տարածքը ինքը նվաճելու է այդ վիլայեթս դառնալու հայերով ապրող, թե վիլայեթս դառնալու Հայաստանի Հանրապետություն, բայց այդտեղ հայ չլինելու։ Ապրելու են, ասենք, ազերիները։ Այդ իրենք են որոշելու։ Իսկ իրենք մի անգամ ցույց տվեցին մի քանի 100 տարի հայերը, որպես բնիկ ժողովուրդ մեր պատմական հայրենիքում Օսմանյան կայսրության մաս լինելով ապրեցին, բայց վերջնարդյունքում ինչ ստացանք մենք։ Ցեղասպանություն որպես էթնիկ խումբ ոչնչացվեց, չէ։ Հիմա ինչ նախանգայելու, որ ինչ-որ ժամանակ հետո դու ապրես, հետո ոչնչացվես։ Պահագակ ոչնչացվես։ Եվ հետաբար այս մանկամտությունը, որը փորձ արում ներարկվել մեր ժողովրդին, սրա դեմը ես կարծում եմ եւ հասարակական եւ գիտական եւ փորձագիտական շրջանակները շատ կոշտ ձևով եւ կտրուկ ձևով դի բան անեն, բացահայտեն վտանգավորության չափը։ Անընդհատ դու խաղաղություն հոգեբանորեն մարդուն եթե բերում ես մի վիճակ, որ խաղա, վաղ հարցակում է, այդ մարդը պատրաստ չի զենք, անգամ զենքը լինի չի վերցնի կռվի։ Իդեպ շատերի գնահատմամբ հայոց ցեղասպանության ժամանակ հենց նմանատիպ կերպով որոշակիորեն բթացվել էր հայ ազգաբնակչության զգոնությունը եւ դա հենց նաեւ հնարավորություն տվեց, որպեսզի թուրքական կողմը կարողանա մեծ մասամբ իրականացնել իր ծրագիրը զես, որն էր մեր սխալը այդ ժամանակ։ Մենք պատրաստ չէինք նախ միտքը, հավաքական միտքը, խոսքը ժողովրդի մասին չէ։ Հավաքական միտքը, փորձագիտական միտքը, կազմակերպական միտքը, իդեմս կուսակցությունների չկարողացան գնահատել հետևյալ պարզ ճշմարտությունները, որ կարող է գալ մի իրավիճակ ստեղծվել, իսկ այդ իրավիճակը առաջին համաշխարհային պատերազմ կամ աշխարհամարտը բերեց, որտեղ Թուրքիայի իշխանությունները այլ ժողովուրդների կամ այլ պետությունների որպես շահառուներ իրենց շահերից բխի, որ այդ խառը ժամանակներում ուղղակի ոչ միայն մեր, այլ բնիկ ժողովուրդները այդտեղ պետք է ոչնչացվեն, մեծ հաշվով ցեղասպանությունը միայն հայերի հանդեպ չի եղել, հույները Պոնտոսի 1 միլիոնից ավել Պոնտոսի հյուրեր են, չէ, հույներ են ոչնչացվել, ցեղասպանվել։ Այսինքն իրավիճակի ոչ համարժեք գնահատական ա եղել, որտեղ եթե դու իրավիճակը առաջին հերթին, եթե իրավիճակը գնահատում ես, որ նման զարգացումներ կարող են լինել այդ աշխարհամարտի հետ կապված, այդ զարգացումների վերջնարդյունքում կարող է ստացվել վատթարագույն այսպիսի ելքեր։ Հիմա դու ինչ պետք է անել, ինչ գործիքակազմ, ինչ կազմակերպվածություն, ինչ դաշնակիցներ, որ այդ վատթարագույն ելքի դեմը առնես։ Դա չեղի, այդ միտքը չեղի։ Եվ մեծ հաշվով, եթե բացի լոկալ տեղական ինքնապաշտպանություն, որ եղավ, ասենք Վարնում եղավ, Կիլիկիայի Հայաստանում եղավ, Մուսալեր եւ այլն, այդ տեղական ինքնապաշտպանությունը ընդհանրապես մի վիճակ էր, որտեղ հայերը կռվում են, որ խաղ բնակչությունը դուրս գար, հա, տղամարդիկ կռվում են։ Այստեղ խնդիրն չէր, որ դու տարածքը պահում ես, որ հետո դրա վրա պետություն ստեղծեր։ Նահանջի ապահովման։ Այո, եւ ես կարծում առաջին հերթին իրավիճակի ոչ համարժեք գնահատականներ, երկրորդ քայլը եթե իրավիճակը համարժեք գնահատումը կամային կենտրոն պետք է ստեղծվի, որ այդ գնահատումից հետո ռիսկերի չեզոքացման համար ինչ գործիքակազմ է պետք ստեղծել, ինչ ռեսուրսներ ներգրավել, մարդկային, ֆինանսական, կազմակերպական, զինական, դաշնակցային, դիվանագիտական այդ ռեսուրսները այդ կամային կենտրոնում պետք է ներգրավի։ Որից հետո արդեն աշխատանքը զուգահեռաբար տարվում է երկրի քաղաքացիների հետ, որ վաղը կարող է այսպիսի վատթարագույն տարբերակ լինի եւ հոգեբանորեն Հայաստանը պատրաստ լինի դիմագրավել իր սահմանների ցանկացած քառակուսի մետրի հակառակորդի ներխուժմանը, օգտագործելով բոլոր առաջակարգ զինատեսակները։
Իսկն սա մի աշխատանք է, բայց եթե դու իրավիճակը համարժեք չես գնահատում, հիմա վտանգավորություն գիտեք որն է, այս կարգի հայտարարությունները, միայն ինքը չի, ասենք, իբր փորձագիտական շրջանակներից այս մտքի գիգանտներն են մեկ-մեկ խոսում։ Եթե դու իրավիճակը համարժեք չես գնահատում, եթե ասում ես խաղաղություն է, մենք մեզ խելոք պահենք, խաղ պայմանագիրը վերընտրվի, խաղաղություն առնելու ոչ մի խնդիր։ Հիմա դրանից հետո իսկ եթե վերընտրվեց ու մի քանի ամիս հետո կամ մի տարի հետո հակառակորդը որոշեց զինական առումով այս տարածքը նվաճել, ինչ ենք անելու։ Չօրինակից հետաքրքիր է։ Իդեպ այդպես եղավ 1915-ին, չէ՞ վստահաբար։ Այդպես եղավ։ Օրինակ Վանում դիմադրություն կազմակերպվեց, Արամ Մանուկյանն էր այնտեղ այդ միտքը կար։ Մարդիկ հայերը, այդ ու նաև կուսակցական ձևաչափով, կոնկրետ դաշնակցությամբ, կարողացան կազմակերպել, որտեղ այդ վտանգները ոնց որ թե ավելի վաղ էին հասկացել եւ այդ ինքնապաշտպանական ուժերը ստեղծել էին։ Որոշակի զենք էին ձեռք բերել, կառույցներ, մարզվել եւ այլն։ Դա համար մեծ հաշվով, եթե ասենց թուրքերը Վանում մի քանի հուշարձան ունեն, իբր հայերը թուրքերին են կոտորել։ Մենք այդտեղ լուրջ դիմադրություն ենք ցույց տվել, այսինքն Վանի ինքնապաշտպանությունը բավականին ցուցական է, այսինքն եթե այդ դիմադրությունը կազմակերպվեր հայաշատ բոլոր վայրերում, բնականաբար կոտորածներ չլինի։ Կամ առաջին աշխարհամարտի ժամանակ զորակոչվեցին ազգությամբ հայեր, որոնք ծառային թուրքական բանակում, չէ, որոնք մեծ հաշվով հետո կոտորվեցին։ Իսկ եթե քաղաքական միտքը այդ ժամանակ իրավիճակի համարժեք գնահատում տար եւ գնահատեր, որ եթե խնդիրը թուրքական իշխանությունների կողմից, երիտ թուրքերի կողմից խնդիրը հայերին կոտորելն է եւ որպեսզի դա ավելի դյուրին լինի, տղամարդկանց պետք է հեռացնել հիմնական բնակչությունից, հեռացման օրինական, որպեսզի տղամարդիկ գլխի չընկնեն, բանակ զորակոչելն, այսինքն բանակ զորակոչելուց առաջ, եթե հայերը իմանային դրա մասին, որ նման հետևանքներ կլինի, ուղղակի հայերը ընտանիքներով դեպի սարեր, լեռներ, անտառներ, ուղղակի տները թողում էին հնարավորինս, իսկ այնտեղ շատ դժվար էր, այնպես չի, որ հիմա այն ժամանակ անօթաչուներ կա, դու տեղանքով իմանաս որտեղ ինչքան մարդ կա, ինչքան զինված եւ ոնց կարող ես գրոհել։ Ժողովրդի 90%-ը գնում էր դեպի լեռներ, դեպի սարեր, ամբողջովին, զենքով, բանով, այսինքն պարտիզանական այն տարածված էր։ Այդ հայդուկային շարժում էլի, հա, բայց ընտանիքներով էր գնում, ընտանիքներն չէի թողում։ Բայց այդ միտքը պետք է գնահատել, չէ՞ այդ վտանգը, սպառնալիքը, մարտարավերը, միտքը չէր գնահատում, եթե չէր գնահատում, մարդ իր համար ապրում է։ Ավելին ասեմ, մի գյուղը թուրքը քրդերի հետ մտում կոտորում էր, Մազապուրս 1-2 հոգի գնում են ավելի բարձր լեռնային շրջանում գյուղեր, ասում են, սենց խնդիր կա, նրանք չէին հավատում։ Ասում են դու քրդերի հետ չունեք, քրդերը դրա համար եկել են ինչպես այսպես ձեր հետ հարցեր են լուծում։ Մենք քրդերի հետ խնդիր չունենք, մեզ ոչինչ չեն անի։ Ինչու որտեղ էին փոլսում քեֆ էին անում։ Որովհետև մարդիկ հոգեբանորեն չէին հավատում, որ տենց բան ալնում։ Ես ասում եմ վտանգավորություն հենց սրա մեջ է։ Հիմա փափուկ բարձ է, եթե այսպես ժողովրդական լեզվով ասեմ, փափուկ բարձ է դրում մեր ժողովրդի գլխի տակ։ Վաղ արհավիր կեղավ հոգեբանորեն դու չես կարող դիմագրավել, որովհետև պատրաստ չես դրան։ Այս հոգեբանության դու պատրաստել դավագույն արագ մեքենայիդ մեջ քո ընտանիքի անդամներին ու ճողոպրել ու վերջ։ Իսկ խոճապը հակառակորդի համար ամենակարևոր գործիքն է, շատ արագ օպերատիվ հաղթանակ տոնելու։ Վտանգը այստեղ է։ Բայց մարդկանց դու հավատացնում ես, փորձում ես հիմնավորում ես, որ այդպես խնդիր չկա, իսկ եթե վաղ խնդիր եղավ, ինչ ես անելու։ Իսկ խնդիրը հիմա գնալով ավելի շատ անում, քան առաջ, որտեղ առաջ բանակ ուներ, Ադրբեջանը չէր հաղթել, դաշնակիցներ ուներ նորմալ հարաբերություններ, զենք ուներ, որը հակառակորդի այդքան չէր արգրավել, ժողովուրդ ուներ, որը հոգեբանորեն պատրաստել պատերազմել ու ծնկած չէր։ Դու պատկերացնում ես, ես առնվազն 4 կռվան ներկայացրեցի, որը մենք կորցրել ենք։ Հիմա այս կորցրածից զատ մեզ ասում են, որ խաղաղություն է։ Մենք վերընտրվենք խաղաղություն է։ Իդեպ ասեմ կենթանիներից միակը, որը չի հասկանում, որ իրան տանում են մորթելու, ոչխարն է։ Խոտը բերանին միջև այնտեղ որտեղ հա ինքը չի խոզին որ տանում ես, խոզը դիմադրում է, գիտեք ինչու։ Հոտը որտեղ այնտեղ էր որ տանում ես, ինքը այդ հոտը, որ նախորդին տարի է արյան հոտը, դե հոտարությունն շատ ուժեղ է։ Ինքը դիմադրում է, չի ուզում, հոտը գիտի կողքինին տարան չկա։ Այդ չկավ, հետ չկավ։ Ուրա հոտ է գալիս։ Այդ հոտը այսինքն գնում ես այդ վերջը բանն է, չէ վերադարձն է։
Կամ ասենք բան կովարացումա հորթի նախորդ օրը մորթել ես, ասենք հիշողություն չունի, որ բան հորթ ունի, բա ուր է հորթը։ Հիմա մեզ բերում են այդ վիճակի, որտեղ որ պահին, որ փորձեն տանել սպանդանոց, մենք անգամ գլխել չունենք, որ մեզ տանում են սպանդանոց։ Հասկանում եք դուք։ Վտանգը տեղ է։ Պարոն Նահապետյան, հայոց ցեղասպանությունը ինքնին որպես հանցագործություն 20-րդ դարի առաջին կազմակերպված բնույթի ցեղասպանություններ, որի մասին նույնիսկ այդ ժամանակ կայսրության տարածքում գտնվող դեսպանությունների ղեկավարներ կամ աշխատակիցներն էին վկայում նույն Մորգենթաուն կամ բազմաթիվ այլ դեմքեր, ովքեր հետագայում իրենց վկայությունների շնորհիվ դարձան հայ ժողովրդի լավագույն բարեկամներից։ Տեսեք, ցեղասպանությունը տեղ ունեցավ այն ժամանակ, երբ որ մենք չունեինք պետականություն, այսինքն չկար բնակչության ֆիզիկական անվտանգությունը ապահովող այդ համակարգը, պետությունը ասվածը։ Հրեաները, երբ որ նրանց նկատմամբ տեղ ունեցավ հոլոքոստը, նույնպես չունեին պետականություն։ Քրդերը այսօր կռվում են, կոտորվում են Միջագետքի անապատներում, որպես գործիք օգտագործվում են։ Այո, այն պարագայում, երբ նորից չունեն պետականություն։ 2014 թվականին, երբ որ իսլամական պետությունը մորթում էր եզդիներին, նույն Միջագետքի անապատներում, նորից այն պարզ պատճառով, որ եզդիները չունեին պետականություն։ Եվ արդյոք մենք չպետք է գնահատենք, որ մենք ունենք մեծագույն արժեք է պետությունը, պետությունը մեծագույն արժեք է, պետությունը ինքը պետական ինստիտուտներ են, որը իրավունք ունի եւ կարող է հարաբերություններ ունենալ պետական մակարդակով այլ երկրների հետ, ունենալ դաշնակիցներ, այդ երկրներից օգնություն խնդրել, եթե դաշնակից են, այդ երկրները քեզ օրինական ձևով զենք զինամթերք տալ, այդ երկրների զինական ներկայություն լինի քո տարածքում, այդ երկրների մասնակիցները մարզեն քո բանակի տարբեր մասնագետ եւ միջազգային իրանքով դա որից է խախտում չդիտվի։ Այն ժողովուրդները, որոնց այլ պետությունները օգնում են, օրինակ վերեմ, Իրանում ապրում են բելուժները, իրանական բարձրավանդակի ժողովուրդ են, բայց բելուժներին ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը անհիշելի ժամանակներից միշտ օգտագործում է Իրանի դեմ անջատողական տրամադրություններ գեներացնելու ժամանակ եւ գետնի վրա գործողություններ անելուց, որպեսզի բելուժները դառնան գործիք Իրանի կենտրոնական իշխանությունների դեմ։ Բելուժները չունեն պետություն, Բելուջիստան չկա, մարզ կա, բայց որպես պետություն միավոր չկա, հետաբար այդ մարզը իրավունք չունի այլ պետության հետ հարաբերություններ ունենալ, հա։ Հարաբերությունը շանկմա դու հարվածում ես քո պետության կայունությանը, կենտրոնական իշխանություններին։ Մենք ունենք պետություն, հետաբար մենք կարող ենք ցանկացած հետ մեր շահերից ելնելով նորմալ հարաբերություններ ստեղծել։ Բայց չեն գնահատում դա։ Ինչպես չենք գնահատում։ Ոչ մենք չես գնահատում, դու ունես դաշնակիցներ, որ այդ հարաբերությունները փորձարուն խզվել։ Հապկետ ունես որպես անդամ փոխադարձ պարտավորություններ խզել ես։ Փաստորեն դու չկաս հապկի մեջ, ես մի քանի օր առաջ չէ հավաք եղավ հապկի։ Հայաստանը չկար, ներկայացված չէր։ Ռուսաստանը ունես կնքած պայմանագրեր, որը սկզբունքորեն ամեն ինչ արում են, որ ձախողվի, այդ թվում նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Մեր հարևան Իրանը, որը ամեն ինչ կարող էր անել եւ բազմաթիվ առաջարկներ իր հետ կնքել ռազմատեխնիկական համագործակցություն, ինչա իրանական բանը զինտեխնիկան վատն է, ավելի քան հնդկականը, այն զինտեխնիկանեն հրթիռները, որը այսօր Միացյալ Նահանգներն եւ Իսրայելն իրաց տեղն է ցույց տալիս, այն անօթաչությունները, որը փայլուն կերպով մարտական խնդիր են կատարում, շրջանցելով նաև Իսրայելի աշխարհում լավագույն հակաօթային պաշտպանության գմբեթ համակարգը։ Հիմա վատն է։ Առայս որ Իրանի շահերից էր բխում, որ իր այս հարավային ուղությամբ մեր հարավային ուղությամբ սահմանը առավել անառիկ լինի թուրքական հորդաների համար կամ թուրքական պետությունների ներխուժման համար վատ կլներ, բայց չի արվում, չէ։ Այսինքն կա պետություն, կա գործիք, բայց որը նպատակային չի ծառայում։ Իսկ նպատակային ծառայելը, երբ որ երկիր մոլորակը նոր կառավարման համակարգի մեջ է, բազմաբևեռ աշխարհը եւ այդ երկունքը շատ ցավերով է
արյունով, զրկանքներով, տարածքների կորուստներով եւ այլն պայմանավորվում։ Վերաբաժանում է դա կոչվում, աշխարհի նոր վերաբաժանում, հիմա գրում է նոր վերաբաժանում։ Մեկը մեծանում է մի պետություն, մի ժողովուրդ կամ ժողովուրդների հանրույթ, հա, որպես կայսրություն, մյուսը փոքրանում է, այդ մեկը մեծանում է մյուսի հաշվին, չէ՞։ Հիմա 15 թվին 1900 մեր հաշվին թուրքական կայսրությունը, չէ, ֆիքսվեց։ Թուրքական պետությունը այդ մեծ կայսրության տեղը մի պետություն եղավ, այդ թվում նաև մեր տարածքների հաշվին, որտեղ մենք որպես բնիկ ժողովուրդ եւ էթնիկ մեծամասնություն էինք։ Հիմա այս պետությունը ինչ խնդիր է դրել։ Խնդիր դրել է, որ վաղը 5 րոպե պակաս մեր դեմ կարող է պատերազմ լինի։ Բացի այն, որ իբր թաքուն դու զինվում ես, ոչ մի բան էլ թաքուն չես զինվում, այդ քիչ է։ Դու ժողովրդին ամենակարևորը կռվի ժամանակ տեխնիկան չի, զենք չի, մարդն է, մոտիվացված մարդն է։ Չես պատրաստում պայքարի։ Իհարկե, հակառակը ասում ես դու խաղ ես ասում հանգիստ գնա քո համար քո հողը մշակի, այնտեղ լավ կրթություն ստացիկ, տեսլականը, որ շատ փող աշխատես, որ շատ փող ծախսես, որ լավ ապրես։ Էսա։ Բայց որ գնա համաշխարհային պատերազմ զգուշորեն, չէ, այսպես ոնց ասեմ, չբարձրաձայնված, չհայտարարված, բայց իրական process-ները դրա մասն են խոսում։ Իսկ քո ժողովրդի կյանքի նպատակը լավ ապրելն է, շատ փող աշխատել, որ շատ փող ծախսես, եւ բնականաբար դու զոհասեղանն ես։ Ես ասում եմ, եթե ոչխանը, որի բերանը խոտը դրած, որ հանգած չփախնի, խոտով տանում են դեպի կառապնարան։ Իդեպ համաշխարհային պատերազմի մասով ձեր դիտանկյունը կիսում են բազմաթիվ արևմտյան տեսաբաններ անգամ, ովքեր որ հստակորեն ֆիքսում են Թրամփի կամ Միացյալ Նահանգների քաղաքականությունը, ովքեր հստակորեն տեսնում են իրադրության վատթարացումը Մերձավոր Արևելքում, ուկրաինական ճակատում եւ նշում են, որ սա երրորդ աշխարհամարտի, այսպես ասած, դեռ սաղմնային կամ առաջնային փուլն է, երբ որ դեռ պրոքսի պատերազմներ են, որոնց արդյունքում կձևավորվեն ապագայում ճամբարներ հստակ եւ արդեն հակադրությունը կլինի անմիջական, ոչ թե միջնորդավորված պատերազմներով, ոնց որ Ուկրաինայի միջնորդավորված է, բայց հիմա ՆԱՏՕ Ռուսաստան արդեն առանց միջնորդի է, ուղղակի բախում ալն է։ Այո, արդեն ուղիղ բախում եւ այդտեղ աշխարհամարտի իրական դրսևորումը կերևա արդեն։ Դե հիմա սա եւ այդ թափանիվը շատ դժվար կլինի, այո, կանգնեցնել։ Դե հիմա ասենք ինչ խնդիր կա մի շաբաթում մտնել Հայաստանը, այս ծայրից այն ծայրը անցնել։ Հələ մի շաբաթ չէ, ես խոճապը որ շատ մեծ լինի, մի քանի ժամ մտնում են ու դե վստահաբար թե Էրդողանը եւ թե Ալիևը դոկտոր Նազիմ Բեյի չափ հասկացություն ունեն, որովհետեւ պատմություն նրանց քաղաքականության շարունակողն են եւ չեն հրաժարվում։ Այդ ժառանգությունը եւ արտաքին դիվանագիտության եւ նվաճողական քաղաքականությունը իրենք որպես ժառանգություն կրթություն ստանալով անցել են, չէ՞։ Սովորել են այդ ամեն ինչը։ Ես պետք է նաեւ հիշեցնեմ, որ 20 թվականի կապիտուլյացիայից հետո, երբ Բաքվում շքերթ էր իրականացնում Իլհամ Ալիևը, ես ունեցա բավականաչափ նյարդեր այդ շքերթը դիտելու, որովհետև գտնում եմ, որ դա պետք էր։ Ռեջեփ Թայիպ Էրդողանը այսպիսի մի հայտարարություն արեց, նշելով, որ Էնվեր Փաշայի հոգին փառավորվում է։ Այսինքն այն խնդիրները, որ ժամանակ դրվել են, չկատարվեցին, հիմա կատարվում են։ Հստակորեն։ Թուրան, եկեք այսպես, հա, ավելի առարկական եւ մեր խոսքի ամփոփ մասում ասենք, Հայաստանը այդ տարածքով այստեղ ապրող հայերով հիմնականում խոչընդոտ է մեծ Թուրանի համար եւ աշխարհագրորեն եւ էթնիկ ներկայացվածությամբ եւ հավակնություններով այդ խոչընդոտը պետք է հանվի դուրս հանելու կարճ ճանապարհը ֆիզիկապես մենք ստեղ չլինենք ավելի երկար ճանապարհը ինտեգրել թուրքական աշխարհին հետո ժողովրդագրական վիճակ փոխել 10-15-20 տարի հետո մեծ հաշվով հայություն չլինի բարձր մասում ճանապարհ մեկ սա թուրքական մեծ Թուրանի կա երկրորդ պրոյեկտը մեծ Ադրբեջան կամ Արևմտյան Ադրբեջան որտեղ եւս Հայաստանը խոչընդոտ է այդ երկու պրոյեկտն էլ Ռուսաստանի դեմ Ռուսաստան Իրանի դեմ աշխատող Թուրանն էլ մեծ Ադրբեջանն էլ երկու պետությունների դեմ աշխատող ուրեմն միավորներ պետք է ստեղծեն երկու դեպքում էլ մենք բան ենք խոչընդոտ ենք երկրորդ դեպքում այդ մեծ սաղացի զոհ դե հիմա
Հասկանում եք, այսինքն հա միա երրորդ տարբերակ էլ կա, որ հարավային Կովկասից ԱՄՆ-ի պրոյեկտն է դա, ոչ թե Բրիտանիայի ստեղծել ժամանակին 1918-ի փետրվար-մարտ ամիսներին Անդրկովկասյան սեմ կար, որը կառավարում էր 3 հանրապետություններ հարավային Կովկասի, ստեղծում էր բանակ, փորձում էր ստեղծել, որը պետք է պատերազմեր բոլշևիկյան Ռուսաստանի դեմ։ Չստացվեց այդ։ Այս օրակարգից դուրս չեք է հարավային Կովկասի 3 հանրապետություններ միացյալ բանակ, նույն ՆԱՏՕ-ի ստանդարտներով զենք, զինվածություն, մարտավարություն, ռազմավարություն, այս պրոյեկտը եւս կյանք է կոչում։ Այսինքն Ռուսաստանի դեմ եւ Իրանի դեմ 3 պրոյեկտ է աշխատում։ Վերջին պրոյեկտում մենք գործիք ենք պետք է գնանք ռուսների դեմ կռվենք, զոհվենք։ Առաջին 2 պրոյեկտում մենք պետք է ֆիզիկապես չլնենք։ Մեր համար լավագույն տարբերակ ինչ որ ժամանակ հետո, 1-2 սերունդ հետո վատագույն տարբերակ մի քանի օրվա ընթացքում։ Հիմա այսքանով հանդերձ մենք ասում ենք, որ եթե մենք մեզ խելոք պահենք, նո Փաշինյանն ասում, որից մեկին չնեղացնենք, առևտուր կանենք, այս էլ Ալեն Սիմոնյանն է, չէ՞, առևտուրը իրենց կյանքի վերջնակետն է, առևտուր նշանակում է փող, հարստություն, իհարկե ճիշտ է։ Ոչ թե առևտրական, դա տարբեր բաներ, չարչու։ Առևտուր անում են չինացիք մետաքսի ճանապարհով։ Չարչին ուրիշ բան է։ Հիմա այդ չարչու հոգեբանությունն է, այո։ Իսկ բնականաբար չարչիները վերջին չա կարգին փղկես անում թռնում են կամ չարչու ունեցվածքը վերցնում են, չարչուները մորթում են։ Ուսո թեման բրծավ։ Եվ թերևս այսքանով ամփոփենք, սիրելի ընկերներ, Խաշմերուկ ոդքասթի հերթական թողարկումներ, ՑՍՏ-ին լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, մնացեք Անտիֆեյքի եթերում, կհանդիպենք հաջորդ շաբաթ։